Ես դիտել եմ ազգային ժողովի նիստերը, որպեսզի դուք չնայեք։ Ես գիտեմ, որ շատերը չեն նայում, դե որտեվ բետ նայեք էլի։ Հետ վերադարձեք դահլիճ։ Հարգելի գործընկերներ, պարոն Լևոնյան, ուր եք գնում։ Զբաղեցրեք ձեր տեղերը։ Չնայած այս խառնաշփոթին, աժհերթական նիստից մեկին կարելի էր ֆիքսել, թե իշխանությունը ինչ նոր արդարացում է գտել սահմանադրության այսպես կոչված բարեփոխումների համար։ Իսկ թե ինչ հիմնավորում են մոգոնել ու ինչքանով է դա խելքին մոտ, հիմա միասին կպարզենք։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները բազմիցս պնդել են, որ նոր սահմանադրության մասին խոսակցությունները, որը իբր թե օրակարգ է բերել Փաշինյանը, իրականում պահանջ է Ադրբեջանից։ Իսկապես, դրա մասին հայտարարությունները Բաքվից դեռևս 2021-ից կային։ ԿՊ խմբակցության բոլոր պատգամավորները նման թեզ լսելուց հետո, չգիտես ինչու ընկնում են ջղաձգումների մեջ ու անգամ պատրաստ են գրած գալ, որ ոչ, իրականում Փաշինյանը դեռ 2020 թվականի փետրվարին է խոսել նոր սահմանադրություն ընդունելու մասին։ Նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է 2020 թվականի փետրվարին եւ 2020 թվականի հուլիսին։ Այո, Փաշինյանը դեռ 2020-ին խոսում էր անգամ նոր սահմանադրության անհրաժեշտության մասին, որոշումը ահա։ Փետրվարի 12-ին այդ թվականի մեկնարկած պաշտոնական գործընթացով հանձնաժողովին հանձնարարված էր մշակել գործող սահմանադրության փոփոխությունների նախագիծ։ Եվ այդ գործընթացի հրապարակված նպատակների մեջ, ինչքան էլ որ փորփրենք, անկախության հռչակագրին հղումը նախաբանից հեռացնելու մասին չկար։ Ինչպես կռահեցիք, սա պարզ մանիպուլյացիա է։ Այս որոշումը ու նախագիծը վերաբերում է ուղղութապես խոսակցությունները 20 թվականի փետրվարի 12-ին։ Այն ժամանակ այլ քաղաքական մթնոլորտ էր, իրավիճակ էր փոխվել, ուղղութապես Փաշինյանի ու իր թիմի թևերն այնքան լայն էին, որ Ադրբեջանի ու առհասարակ միջազգային հանրության հետ մի փոքր այլ տոնով էին խոսում։ Դե կհիշեք, նոր պատերազմ, նոր տարածքներ, սկսում եմ իմ զրոյական կետից, սա մի նոր սարդարապատ է եւ այլն։ Այնուհետև նրանք բանակցային process-ը տապալեցին եւ այս իշխանությունների օրոք տեղի ունեցավ աղետաբեր պատերազմն ու պարտությունը։ Եվ 22 թվականի հունվարի 27-ին ահա որոշում է։ Հենց ինքը Փաշինյանը ուժը կորցրած է ճանաչել վերոնշյալ որոշումը ստեղծել փաստորեն նոր սահմանադրական բարեփոխման հանձնաժողով, խորհրդով եւ այլն։ Փաստացի այդ այսպես կոչված բարեփոխումը ստանում է արդեն նոր բովանդակություն։ Իսկ բովանդակությունը հաշվի առնելով վերջին տարիների տենդենսները ամենայն հավանականությամբ հետևյալն է լինելու։ Իշխանությունը չի գրի սահմանադրություն, որը կլինի ավելի ժողովրդավար, որը կունենա սսմանիվ հակակշիռների մեխանիզմ, կամ գոնե կգա կայուն մեծամասնության հախից, որի մասին վերջին ընտրությունների ժամանակ խոսում էին անգամ Սպայդերմեն ենք։ Ոչ, նրանք կպահպանեն այդ ամենը, որտեղ ինքներդ դատեք։ Ընտիրա ու հարմարա։ Մի խոսքով, որքան որ փորձեն շրջանցել այդ նոր հին սահմանադրության փոփոխության իրական ակունքների մասին, լավ էլ ակնհայտ է, որ պահանջը ոչ թե ներսից է գեներացված, այլ դրսից։ Ձեզ լավ։